Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածությունը տեղափոխվել է տնտեսական և ենթակառուցվածքային հարթություն։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը կարող է տարեկան $2 միլիարդ վարձավճար պահանջել Հարավկովկասյան երկաթուղու օգտագործման համար և ակնարկել. ամեն ինչ չէ, որ կարող է հավերժ անվճար լինել։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանկանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Ասել կամ տարեկան $2 միլիարդ վարձավճար ուզեք, կամ էլ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հիշեցնում է, Հարավկովկասյան երկաթուղին անվճար ակտիվ չէ։ Նրա խոսքով ռուսական կողմը Հայաստանում ներդրել է ավելի քան 30 միլիոն ռուբլի, իսկ եթե կոնցեսիոն պայմանագրի պարտավորությունները միակողմանի վերանայվեն, Ռուսաստանը կպահպանի ներդրումների փոխհատուցում պահանջելու իրավունքը։ Նույն ուղերձն է հնչեցրել նաև ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզյարովը, ընդգծելով, որ ընկերությունը կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ամբողջ շահույթն ուղղելով ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ պայմանագրի փոփոխության կամ դադարեցման դեպքում իրեն վերապահում է ներդրումների վերադարձ պահանջելու իրավունքը։ Ինչպես նշում է Փաշինյանը, տրամադրվածությունը բարեկամական է, սակայն եթե անհամաձայնություններ լինեն, Հայաստանը կարող է ստիպված լինել դե յուրե որոշումներ կայացնել։ կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի համոզմամբ խնդիրը չի սահմանափակվում միայն վարձավճարի թեմայով։ Նրա կարծիքով Հայաստանը պետք է ձևակերպի, թե ինչ տնտեսական եւ աշխարհաքաղաքական խնդիր է ցանկանում լուծել երկաթուղու միջոցով եւ միայն այդ հիմքով վերանայի համագործակցության պայմանները։ Հայաստանյան իշխանությունները կարող են խնդիր ձևավորել, չէ՞։ Մեր խնդիրն է ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև քրիտիկական ենթակառուցվածքների կապի այնպիսի ուրվագիծ, այնպիսի կոնտուր ավելի շուտ, որը կոնֆիգուրացիա, որը հնարավորություն կտար երկուստեք եւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների ձևավորմանը։ Եվ միաժամանակ ձեռք կպահեր ուժ գործադրելու ճանապարհով միակողմանի օգուտներ կորզելու գայթակղությունից։ Սյունիքով անցնող երկաթգիծը այսի խնդիր չի լուծում։ Այդ հարցի պատասխանը նա չի տալիս։ Սյունիքով անցնող երկաթգիծը ընդհանրապես մի խնդիր է լուծում։ Ադրբեջանին հնարավորություն տալ Նախիջևանով միանալ Թուրքիայի հետ։ Հարությունյանը հիշեցնում է ռուսական ընկերության իրականացրած աշխատանքները դեպի ջրհեղեղից հետո երկաթուղու արագ վերականգնումը, Երևան-Գյումրի երթուղու արդիականացումը եւ սրանք համարում կոնցեսիոն արդյունավետ կառավարման օրինակներ։ Սակայն այն, որ երկաթգիծը պետք է շարունակի աշխատել Հայաստանի համար, անքննելի է։ Այստեղ հարց է ծագում, որը պետք է ուղղել Ռուսաստանին։ Դուք կարող եք բավարարել այնպիսի ներդրումներ, որոնք ըստ էության կերաշխավորեն Հայաստանը, կհայտնվի Հայաստանի հայտնվելը միջին այդ վերգետնյա արևելք արևմուտք տրանսպորտային միջին միջանցքի մեջ։ Եթե այո, եկեք պայմանագիրը կնքենք, թարմացնենք, շարունակենք։ Եթե ոչ, ապա կներեք այդ երկաթուղին իրականում անցանում Հայաստան Հանրապետության սեփականությունը եւ սեփականատերը ի վիճակի իզորու պետք է լինի, իրավունք պետք է ունենա այն օգտագործել իր նկատառումներից նպատակներին համապատասխան։ Հասկանում եք։ Այսինքն դու խնդիր եք դնում եւ ոչ թե մերժում եք Ռուսաստանի մասնակցություն կամ ռուսական ընկերության մասնակցություն կոնցեսիոն պայմանագրի։ Դուք ասում եք, ահա, մեր կենսական կառավարության խնդիրը, որը աշխարհատնտեսական եւ աշխարհակաղակական կարեւորություն ունի մեզ համար։ Նույնիսկ անվտանգային երաշխիքներ է ձևավորում ինչ որ առումով։ Դուք պատրաստ եք այս խնդիրներին նոսխան ներդրումներ կատարել։ Այո, պայմանագիրը կնքեցինք, ճանապարհային քարտեզը հաստատեցինք եւ սկսեցինք աշխատել։ Ոչ, կներեք մտածենք, թե ինչպես ենք մենք ապա հարց անտալիս միմյանց։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ զգուշացնում է. նախ պետք է գնահատել գործող կոնցեսիոն պայմանագրի կատարման ընթացքը, հետո միայն նման պահանջների մասին խոսել։ Նրա կարծիքով տնտեսական դիվանագիտության մեջ նման հարցերը սովորաբար նախ քննարկվում են փակ բանակցություններում եւ միայն դրանից հետո դառնում հրապարակային։ Սա ավելի շատ հուզական հայտարարություն է, քան իրավիճակից բխող եւ ճիշտ շահերին համապատասխանող Հայաստանի Հանրապետության հայտարարությանը ուչել են նաև ժողովրդականներ եւ դեպի սեփականությունը չի դրանից փոխվում Հայաստանի Հանրապետությունն է համարվում սեփականատերը եւ միայն կոնցեսիայով է տրամադրված, բայց իրականում նման հարաբերություններում տնտեսական դիվանագիտության պրակտիկայում կարևոր պահանջ է, որպեսզի կողմերը նախապես
քննարկեն։ Ինչ վերաբերում է ներդրումների վերադարձ պահանջելու մասին Ռուսաստանի հայտարարություններին, տնտեսագետը առնվազն իրավական տեսանկյունից նման սցենարը չի բացառում։ Պետականորեն կարող է հարց բարձրացնել, որ այս ընթացքում ինչքան ներդրումներ են կատարվել եւ եթե Հայաստանի Հանրապետությունը որոշել է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների խմբին միանալ, ապա այդ դեպքում փոխհատուցել։ Տեսականորեն հնարավոր է եւ տրամաբանորեն նույնպես, բայց որքանով դա իրականություն կարող է դառնալ, բացի այն, որ Հայաստանը այդքան ֆինանսական հնարավորություններ չունի, դա արդեն երկրորդ հարց է։ Մի կողմում 2 միլիարդ դոլարի պահանջ, մյուսում ավելի քան 30 միլիարդ ռուբլու ներդրումների վերադարձի մասին հայտարարություններ։ Իսկ գլխավոր դերակատարներից մեկը, Հարավկովկասյան երկաթուղին, մեր զանգերին այդպես էլ չարձագանքեց, իր դիրքորոշումն առայժմ թողնելով առանց մեկնաբանության։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբառյան, ABC Media։